Այսօր աշխարհը փոխվում է, նոր դաշինքներ են ձևավորվում և շատերն ասում են, որ մենք պետք է հարմարվենք, զիջենք մեր սկզբունքները հանուն անվտանգության: Արդյոք կարելի է զիջելով խաղաղություն գնել թշնամի հարևաններից: Աշխարհը միշտ էլ փոխվել է, միշտ էլ նոր դաշինքներ են ձևավորվել, դա աշխարհի համար նորություն չի, ոչ էլ տենց արտառոց երևույթ է: Ինչ նշանակում է զիջել հանուն խաղաղության կամ անվտանգության: Ես սա կարող եմ մի քանի ձև բացատրել, բայց ամենապարզ ձևով կբացատրեմ: Երբ որ հասարակական տրանսպորտում, ավտոբուսում ձեր տեղը զիջում եք մեկին, այդ մեկը ձեզ շնորհակալություն է հայտնում, բարի խոսքեր ասում, իսկ մնացած ուղևորները ձեզ ժպտում են ձեր բարի քայլի համար, ողջունում են, դա կենցաղում կոչվում է քաղաքավարություն, իսկ աշխարհաքաղաքականության մեջ դա կոչվում է հիմարություն: Ձեր տեղը ում որ զիջում եք, բնականաբար և գոհ կլինի, և երջանիկ կլինի, իսկ Եվրոպան դա այն ուղևորներն են, որոնք ձեզ ժպտում են, ողջունում են, գովեստի խոսքեր են ասում, որ դուք ձեր տեղը զիջեցիք, բայց իրանցից ոչ մեկ իրենց տեղը չզիջեց: Այսպես պարզ ձև եմ բացատրում, որպեսզի հասկանալի լինի: Դիվանագիտության մեջ այսպիսի հասկացողություն կա, եթե դուք ուժեղ եք ու ինչ-որ մի փոքր բան եք զիջում, դա համարվում է դիվանագիտություն, բայց երբ որ դուք ձեզանից ոչ մի բան չեք ներկայացնում և զիջում եք ու անունը դնում եք խաղաղություն, դա ընդամենը տկարամտություն է: Ես կարող եմ հազարավոր օրինակներ բերել, բայց կբերեմ հենց այն օրինակները, որը որ վերաբերվում է մեր ազգին ու տարբեր ժամանակահատվածներում: 1604 թվականին զիջեցին հանուն խաղաղության և 300,000 հայ, 1720 թվականին 40,000, 1727 թվականին 10,000, 1795 թվականին 20,000, 1896 թվականին 300,000, 1909 թվականին 30,000 և 1915-ից մինչև 23 թիվը 1,500,000: Դա այդ ձգտումն էր անվտանգության և խաղաղության: Այս թվերը ոչ թե մաթեմատիկական ինչ-որ խնդիրների լուծման թվեր են, այլ այս թվերը հայերի մասին են, որոնք հանուն խաղաղության և հանուն անվտանգության նահատակվեցին միայն այդ ցանկության պատճառով: Խաղաղությունը չի լինում միակողմանի, ինչպես կյանքում, դա ես չգիտեմ ոնց բացատրեմ սրանից պարզ, բայց այս թվերը խոսում են մեր հայերի մասին, որոնք որ մտածել են նման կերպ և արժանացել են այդ ճակատագրին: Եթե մարդկանց թվում է, թե սա 21-րդ դարն է, թևավոր խոսք կա, ասում են դրսում 21-րդ դարն է, այդ նույն խոսքը նաև 17-րդ դարում են ասել, որ դրսում 17-րդ դարն է, հետո 18-րդ դարում են ասել, որ դրսում 18-րդ դարն է, հետո 19-ում, հետո 20-ում, հասկանում եք: Այնպես որ չի կարող նման բան տեղի ունենալ:
տեղի կարող է ունենալ, բայց ի օգուտ մի կողմի։ Սա է ամբողջ պատմությունը։